Կացնեք նախ ձեր մեկնաբանությունը վարչապետի վերջին հրապարակային հայտարարությունների վերաբերյալ իհարկե հաշվի առնելով հենց մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, որը խոստանում է պայքարել ատելության խոսքի դեմ, պաշտպանել արժանապատվությունը, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած առավոտյան, երբ սկզբից ես Facebook-ի լրահոսը բերեց այդ գրառումը, առաջի իմ ռեակցիան, այսպես մտածեցի, որ իրապես կարող է բանը էջը կոտրել են եւ օգտագործում են, բայց ճշտում արեցի, որ չէ, եւ իհարկե շոկ առաջի ընկալումը զգայական առումով, բայց եթե դիտարկում ենք հենց մարդու իրավունքների տեսակետից այդ գրառումը, ապա առաջի հերթին դա կոպտագույն անթույլատրելի խախտում է պետության կողմից եւ հանձինս ամենաբարձր պաշտոնատար անձի կողմից մարդու անձնական կյանքի անհամաչափ ոչ իրավաչափ միջամտության տեսակետից հրապարակվում է տվյալ, որը վերաբերում է մի շարք մարդկանց անձնական կյանքին, իսկ անձնական կյանքի միջամտության չափանիշները հստակ է կոնվենցիայի հոդվածով, այո, կարող են միջամտություն լինել, բայց երբ որ դա անհրաժեշտ է անվտանգային եւ այլ նկատառումներից նելով, բայց տվյալ դեպքում որևէ հիմնավորում չկա, դեպ ավելին, ինքը չի էլ կարող այդպիսի միջամտություն անի, որովհետև ինքը նման իրավասություն չունի, դա կարող է միայն լինել օրենքով, միայն դատարանի որոշման հիման վրա։ Սա մեկ։ Երկրորդը, իհարկե մեզ համար հայտնի չէ, թե իրապես այդ խոր ատելությունը այդ մարդու նկատմամբ ինչով է պայմանավորված, բայց դա ինչով էլ պայմանավորված լինի, նույնիսկ դա արդարացում չի, որովհետև պետական ինստիտուտը եթե ինչ-որ տեղեկատվություն ունի, իսկ ենթադրում եմ, որ նման տեղեկատվությունը առնվազն պետք է լինի էլի ոչ իրավաչափ միջամտությամբ գուցե ազգային անվտանգության ծառայության մարմնի կողմից, պետք է զբաղվեն համապատասխան ուրեմն պետական մարմինները, բայց սրա հետևանքները բարոյական տեսակետից շատ ավելի ծանր են, որի պատասխանատվությունը կրելու է հենց ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչու։ Հիմա պատկերացրեք այդ կրոնավորի, ասենք քերին, քերու կինը, այն շրջապատը, որտեղ այդ մարդիկ ապրում են, նրանց երեխաները, ես չգիտեմ, երեխաներ էլ ունեն, թոռներ էլ ունեն, չէ, շրջապատի ընկալումը, թիրախավորում է ընդ որում եւ նաեւ կնոջը։ Այսինքն մի ամբողջ շարան իրավունքի խախտման հիման վրա, որի հետևանքները շատ ծանր են, իսկ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ Հանրապետության վարչապետը որպես իշխանության գործադիր իշխանության ղեկավար պատասխանատվություն ունի բոլոր քաղաքացիների հանդեպ, հա? Ավելին նման միջամտության որևէ չգիտեմ, քաղաքական կամ նկատառումներից ելնելով որևէ թե իրավական, թե բարոյական անգամ, չի կարող բացատրություն ունենալ։ Եվ շատ, գիտեք, դա կարող էր ասենք, թե ինչ-որ բլոգեր կամ չգիտեմ ինչ-որ մեկ այլ ոչ պաշտոնատար անձի կողմից հնչեցվել, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց էլ կա։ Խոսույթը, հանրային խոսույթը իջեցվում է մինչև լյումպենի մակարդակի, սա համարել պատասխանատվություն կա, այսինքն իրավունքի խախտման այնպիսի փաստի հետ գործ ունենք, բառապաշարը իր հերթին, չէ, վերջնաշու, որ խոսակցության մակարդակը իջեցվում է գործադիր իշխանության ղեկավարի կողմից այն մակարդակի, որը հայտնի, գիտեք, այդ դոկ երևույթը որ կար, չէ, որը կիրառում է, որը թույլատրել, որտեղ նա պաշտոնատարան չի եւ իդեպ
Ցավոք սրտի իհարկե այդ խոսույթով տեսանք Երևանի ավականու ընտրությունների նույնիսկ ընտրազանգվածի ինչ որ մի աչակցություն ստացավ, այսինքն տեղի է ունենում, այստեղ նաև քաղաքական, չասեմ, այլ նաև հասարակական, հա, բանավեճի մակարդակի այնպիսի նվազեցում, լյումպենացում, որ ընտրազանգվածին օրինակ է ցույց տալիս կամ որպես չափանիշ է ներկայացնում ձևավորում, որ այս խոսույթը էթիկայի տեսակետից պաշտոնատար անձի էթիկայի տեսակ, եթե ընդունելի է, ապա ուրեմն նշանակում մնացածը։ Իսկ ձեր ասած ուրեմն արժեքների տեսակետից ինքը բովանդակային առումով էլ է անհամատեղելի մարդու իրավունքների կոնցեպտի հետ, արժեհամակարգի հետ։ Եվ այդ խոսույթը ամենևին էլ սա ուղղակի անչափելի պատկերացնելի մեծ վնաս հասցրեց մթնոլորտի ձևավորման համար, մթնոլորտի ձևավորման վրա, որովհետև իրապես ատելության, գիտեք, ատելության խոսքը կարող է լինել եւ քաղաքակիրթ բառապաշարով, եւ կարող է լինել նման լյումպեն մակարդակով, որ ավելի է խորացնում բևեռացումը։ Հասկանում եք, որն է պատճառը, որ այդ հանրային քննադատությունը չի լինում ձեր նշած քաղաքակիրթ մակարդակով։ Ես չգիտեմ որն է պատճառը, բայց ես ասեցի, որ Սա ինչ ուղերձ է հանրությանը, եթե ես չեմ կարող, նախ առաջին սա ուղերձ չի կարելի համարել, անթույլատրելի է նման խոսույթը եւ դա անթույլատրելի ուղերձ է, բայց ես երբ որ նշեցի փաստը Երևանի ավականու ընտրություններում այդ հայտնի անձի, ուրեմն տխրահարչակ անձի այդ խոսույթի պարագայում ընտրվելը, մնում է մտածել, որ երևի թե այդ բնույթի մոտեցումները քաղաքական նպատակ ունեն այդ ընտրազանգվածը, ասենք թե գրավելու կամ նման ընտրազանգվածի աչակցությունը ստանալու, բայց դա կներեք միամտություն է, որովհետև ճիշտ ասած ամբողջ ընտրական չգիտեմ, ասեմ, քաղաքացիների համար ոնց որ դու ցույց ես տալիս, ասում ես թե այս մակարդակը ընդունելի է, դա թույլատրելի է, այս խոսքի վրա, եւ դրանից հետո զարմանալ, որ ասենք ազգային ժողովում կարող է լինել այդ խոսույթը կամ նման բառապաշարի օգտագործումը։ Մյուսը կրթական հաստատություն եմ եւ մի հարցել։ Խոսքը վերաբերում է եկեղեցուն։ Գիտեք, շատ դասական մի հատ սկզբունք կա։ Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին։ Այսինքն կա այստեղ պետություն եւ եկեղեցին տարանջատեն սկզբունքը հայտնի, ճիշտ է, եւ կրթություն։ Հիմա եթե այդ ինստիտուցիոնալ խնդիրը դու նման ձևով ես ուզում լուծել, ապա ոչ միայն ոչ ինստիտուցիոնալ մոտեցում է, այլ նաեւ ընդհակառակը էլ ավելի ես խորացնում այդ ինստիտուցիոնալ խնդրի համար բարենպաստ կամ նպաստավոր պայմանները, որովհետև այդ հակամարտությունը կամ հակասությունը մեկը մյուսի նկատմամբ պետություն եկեղեցի ինքը ուղղակի ժողովրդավարական պետության քաղաքացիական հասարակության հենց կոնցեպտի տեսակետից, հա, քաղաքացիական պետության, քաղաքակիրթ պետության դեմ քայլ է, հասկանում եք, որ մենք լավ գիտենք պետության եւ եկեղեցի այդ հակամարտությունը երկար տարիներ նույն ժողովրդավարական, հա, ներկայիս Եվրոպայում ինչ դրսևորումներ է ունեցել եւ ի վերջո եկել են հանգել են, որ չգիտեք, մենք եկեղեցու, եթե եկեղեցուն կան ինչ-որ հարցեր, օրինակ մեր կաթոլիկ եկեղեցուն կա սեռական ոտնձգության հարցը, դա իրավական բնույթի հարց է, որ պետք է զբաղվեն իրավական մարմինները, բայց ոչ թե գործադիր իշխանության մարմինը կամ ղեկավարը պետք է այդ հարցերով զբաղվի, եկեղեցին զբաղվի գործադիր իշխանության ներսում բարոյական, չգիտեմ, բաների հետ կապված, հասկանում եք ոնց է, սա ուղղակի ինստիտուցիոնալ մի քաոս է ստեղծում, որից դուրս գալը ես ազնվորեն եմ ասում, չեմ պատկերացնում նման իրավիճակում, ասենք թե ոնց ենք մենք նույն մարդու իրավունքների ռազմավարության խնդիրները լուծելու։ Շնորհակալություն Տիկին Մելքոնյան, իհարկե նշեմ, որ կա կարծիք, որ սա գիտակցաբար է արվում եւ նախընտրական տեղ